Սրինգը պրոֆեսիոնալ կերպով առաջինը աշխարհին է ներկայացրել Կոմիտաս վարդապետը 19-րդ դարի վերջին, երբ գիտական դասախոսություններով հանդես է եկել Եվրոպայում։ Վկայություններ կան, որ Փարիզում Կոմիտասի կատարումից հետո Կլոդ Դեբյուսին, ֆրանսիացի կոմպոզիտորը, խոնարհվել է Կոմիտասի առաջ։ Կոմիտասը հրաշալի տիրապետել է Սրինգին, եղել է իր ամենասիրելի գործիքը, երկրի շրջելիս միշտ իր հետ ունեցել է իր Սրինգը եւ իր կատարումներով հիացրել աշխարհարչակ կոմպոզիտորներին։ Կոմիտասը ունեցել է 7 Սրինգ, որոնք պատրաստված են եղել եղեգից, մետաղից, ծիրանենու փայտից։ Այդ Սրինգների մի մասը պահվում է գրականության եւ արվեստի թանգարանում, իսկ մյուս մասը Կոմիտասի թանգարան ինստիտուտում։ Սրինգը կամ փողը, որին տեղ-տեղ բլուլ կամ դլուլ են ասում, զուտ ազգային հովվական նվագարան է։ Այսպես է գրի առել Կոմիտասը իր աշխատություններում։ Գառնի պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկորից Սրինգ, որը վերագրվում է Մթ. առաջ 2-րդ հազարամյակին։ Սրինգ ի սկզբանե նվագել են հովիվները։ Սրինգի ձայնով իրենց մոտ են կանչել մոլորված ոչխարներին, նաև իրենց սերն են պատմել բնությանը։ Դարերի ընթացքում Սրինգը դուրս գալով գեղեցկական հովվական միջավայրից, այժմ անցել է քաղաքային միջավայր եւ դարձել ակտիվ համերգային կյանքի մասնակիցը։ Պատրաստվել է Սրինգը եղեգից, մետաղից, ծիրանենու փայտից, բայց առավել ընդունված է ծիրանենու փայտից պատրաստելը, քանի որ այդպես գեղեցիկ հնչերանգ է ունենում փայտի շնորհիվ եւ այդպես ընդգծվում է նրա բուն հայկական նվագարան լինելը։ Սրինգը պահում ենք թեքությամբ նվագելուց, որպեսզի մեր փչած օդը դիպչի գործիքի այս եզրին, ճեղքվի եւ մի մասը անցնելով փողի միջով մյուս մասը դեպի դուրս, այդ ճեղքումից է առաջանում ձայնը։ Այժմ նվագում եմ հնագույն երաժշտության տաղարան համույթում եւ ազգային նվագարանների պետական նվագախմբում։ Երկու տեղում էլ հանդես եմ գալիս որպես մենակատար եւ որպես նվագակցող։ Շատ չեն հատուկ Սրինգի համար գրված ստեղծագործությունները, սակայն բազմաթիվ մշակումներ եւ գործիքավորումներ կան արված Սրինգի համար, հատկապես տաղարանի ռեպերտուարում մայստրո Սեդրակ Երկանյանը բազմաթիվ գործիքավորումներ եւ մշակումներ է արել, որոնք ես սիրով կատարել եմ։ Իմ երաժշտական ուղին սկսվել է, երբ ես 10 տարեկան էի։ Մայրս ցանկացավ, որ ես անպայման երաժշտական կրթություն ունենամ, եւ ինձ տարավ մեզ ամենամոտը գտնվող երաժշտական դպրոցը, դա ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցն էր։ Քանի որ չէինք կողմնորոշվել, թե ինչ պետք է նվագեմ, հենց այնտեղ ինձ խորհուրդ տվեցին նվագել Սրինգ, հենց այն բանի համար, որ աղջկան սազական գործիք է։ Չնայած հիմա տղաներ ավելի շատ են նվագում, բայց երբ ձեռքս վերցրեցի ու ինձ մոտ ստացվեց ձայն արտաբերելը, անմիջապես գերվեցի։ Եվ 30 տարուց ավել է, այն իմ անբաժան մասնիկն է։ Նվագախմբերում ամենաբարձր նոտաները տրվում են Սրինգին։ Սրինգից հետո գալիս է ազգային նվագարանների մեջ շվին, բայց հատկապես շվին Սրինգը իրանք միաժամանակ թեմա են նվագում եւ շատ գեղեցիկ է հնչում։
Առավոտյան մեզ դիտողների համար կուզեմ հնչի Ներսես շնորհալու առավոտ լուսո ստեղծագործությունը։